Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը կարդալիս մի հարց է առաջանում. ինչու պետք է վստահենք այս ծրագրին։ Ոչ թե որովհետև այն թույլ է կամ անորոշ, ինչը ևս ակնհայտ է, այլ որովհետև նույն քաղաքական ուժը արդեն մեկ անգամ տվել է խոստումներ եւ չի կատարել դրանք։ 18 եւ 21 թվականների իրենց նախընտրական ծրագրերում հստակ ձևակերպումներ կային, խոստումներ կային, օրինակ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիան, Արագաչափերի, Կարմիր գծերի հեռացումը եւ շատ այլ տրված խոստումներ տասնյակ բնակավարներում, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա։ Այս պայմաններում նոր ծրագիրը դիտարկել առանց անցյալի գնահատման նշանակում է աչք փակել արդեն ապացուցված իրականության վրա։ Այսօր նույն մոտեցումն է՝ նոր գեղեցիկ ձևակերպումներ, նոր ռազմավարություն, մեծ խոսքեր։ Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է արժանի սահմանազատման գործընթացի շարունակության կետը։ Այն ներկայացվում է որպես խաղաղության կառուցման քայլ, սակայն իրականում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ մենք տեսել ենք, ինչպես են նրանք իրականացնում այդ գործընթացը, եւ հիմա ցանկացած մտածող մարդ գիտի, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց հավասար է նոր տարածքային հանձնումներ։ Առանձնապես խնդրահարույց է նաեւ եկեղեցու հարցով ներկայացված մոտեցումը։ Ծրագրում փաստացի խոսվում է եկեղեցու ներսում փոփոխությունների մասին, մինչև կաթողիկոսի հեռացման թեմա։ Սա արդեն դուրս է քաղաքական ծրագրի շրջանակներից եւ մտնում է եկեղեցու ինքնավարության տիրույթ։ Բայց ՀՀ սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Այսինքն ԿՊ նախընտրական ծրագիրը, բացի կործանարար լինելուց, նաեւ հակասահմանադրական բնույթ է կրում։ Ամփոփելով ասեմ, որ երբ խոստումը մեկ անգամ չի կատարվում, դա կարելի է համարել ձախողում, երբ նույնը կրկնվում է բազմիցս, դա արդեն քաղաքական վարքագիծ է։ Քաղաքացիները ձեզ չեն վստահում, չեն հավատում ձեր խոստումներին, իսկ Նիկոլաունը դարձել է սուտ ասամ բառի հոմանիշը։ Այնպես որ նախընտրական տեքստեր գրելու փոխարեն մտածեք, թե ինչպես եք արթնանալու դատարանում եւ ովքեր են այցելելու ձեզ բանտում։